Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է, ու այս մարդու շնորհիվ Նիկոլ Փաշինյանը բառի բուն իմաստով ստեղծում է նոր պետություն։ Սյունիքում այսօր միլիարդներ է թափվում, որպեսզի այս պետությունը հզորանա։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը, որ ժամանակին մարդիկ բոցվում էին, ասում էին արա տենց բան չի կարալի, նայեք այսօր որ եղնում է։ Ներդրումային ահռելի ծրագրեր ա գնում Սյունիք։ Դուք ուղղակի մի հատ նայեք ու հասկացեք մի բան, այս մարդը Նիկոլ Փաշինյանը ստեղծում է պետություն։ Այն որ այսօր վեր են կացել իրանց ձևով են խաղցնում, իրանց ձևով չկա։ Կա Ռոբերտ Քոչարյանը, ով ուզում է վերադառնա ու այս ամեն ինչին թույլ չտա որ կյանքի կոչվի։ Իրա երազանքը մի բան է, որ երբ որ ԽՍՀՄ փլուզվեց այդ կագեբեշնիկները, իրանց երազանքը մի բան է այդ միութենական պետության վերադարձը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտավոր է հաղթել ընտրություններում, ու մենք ազգովի պետքա կանգնենք ՔՊ-ի մեջքին, որովհետև Աստված չանի, եթե քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ հաղթել, իմացեք Հայաստանի Հանրապետության պատմության վերջին էջն է։ Մենք հիմա գնում ենք զարգացման հիանալի ճանապարհով։ Միլիարդավոր դոլարներ ա գալու Հայաստան։ Դուք ուղղակի չեք պատկերացնում ինչ ներդրումներ ա եղնելու այս պետության մեջ։ Դուք դա ուղղակի բառերով նկարագրել չի կարա եղնի։ Այն մարդիկ, որ հիմա վստահել են այդ ինվեստորները, այս իշխանության, իրանք գիտեն, որ այս իշխանություն չի ուտում ախպեր։ Սրանք փսախ անում են լրիվ դակապեկի։ Մեր կուսակցությունը դակապեկի անում է ինչ պետքա պետության համար։ Ու իրանք վստահում անում են, բայց եթե Աստված չանի, փախած եսի մերի մի հատ Քոչարյանը անցավ, ոչ մեկ չի գայլ այս պետության մեջ փող դնի, ներդրում անի, շան օրը կգցեն այս երկիրը, ես դες հավաստիացնում եմ։ Դրա համար սիրելի հայրենակիցներ ջան, պետք է համախմբվենք։ Դրանց տված կտերը մի կերեք, ժողովուրդ ջան, դրանք կտում են, բառի բուն իմաստով կուտ են տալի։ Այդ կուտը մի կերեք ժողովուրդ ջան, ու ձեր ճիշտ քայլը կատարեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության միակ կուսակցությունն է ներկայիս դրությամբ, որ աշխատում է միայն ու միայն ժողովրդի համար։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Վարչապետ։